Փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնելի Օնեսկուին։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը, Արամ Ղազարյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության, աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում փոխգործակցության զարգացման կարեւորությունը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է Փրկարարծառայությունում իրականացվող բարեփոխումները միտված քաղաքացիական պաշտպանության համակարգի արդիականացմանը, կարողությունների զարգացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Կողմերը կարևորել են մասնագիտական շփումների ընդլայնումը, համատեղ ուսումնական միջոցառումների անցկացումը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների եւ միջազգային առաջավոր փորձի ներդրումը արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։ Դեսպան Կորնելի Օնեսկուն ներկայացրել է Ռումինիայի փորձը քաղաքացիական պաշտպանության եւ ճգնաժամային կառավարման ոլորտներում։ Նա նշել է, որ ռումինական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացմամբ։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը եւ իրականացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ, ընդգծելով, որ հայ-ռումինական համագործակցության զարգացումը նպաստում է երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության ընդլայնմանը։ Հունիսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6656 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 164 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 194 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 158 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 23, ճամբրակապված վարելու 847, առանց մանկական նստատեղի քարսիթի 36, վարելու ընթացքում ծխելու 668, վարելի սեռախոսից օգտվելու 271, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 71 եւ 2210 այլ իրավախախտում, 127 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 143-ը տեխնիկական զննություն չանցած, 168-ը լուսարձակների անսարքությամբ, 55-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 95 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 19912 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 277 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 282 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 440 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 73, ճամբրակապված վարելու 6999, առանց մանկական նստատեղի քարսիթի 346, վարելու ընթացքում ծխելու 738, վարելի սեռախոսից օգտվելու 869, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 104, արագության գերազանցման 2274 եւ 5726 այլ իրավախախտում, 338 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 937-ը տեխնիկական զննություն չանցած, 491-ը լուսարձակների անսարքությամբ, 235-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 16 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։ Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Դավթաշենի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Մեկ բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայով։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Կառավարությունն իրազեկում է
Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Ղարաբաղից տեղահանված անձ ես, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպիսի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 070 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։